ներքին համոզություն է, որ լիցենզիայից սրվում է ներքին համոզությունը ձևավորվել է այս ժամանակահատվածում գործողությունների արդյունքում։ Հիմա վարույթի հետ կապ չունեցող անձիկ, որոնք ստեղ են, գուցե դրա համար է, որ հենց ՀՑՊ-ի որոշման վրա ազդեցություն ունենան։ Հոգեբանական ճնշում եւ օր-օրի ավելի համոզվում եմ, որ զրկելու են։ Ստում եմ մի բան, որ մենք մեր արած չարածների համար վախենալու բան չունենք, ներկայանում ենք պատշաճ կարգով, պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին, պատրաստ ենք հարցեր տալ հասկանալու համար ինչ է կատարվում։ Հավելեմ իմ գործընկերոջը, խոսքը վերաբերվում է անխտիր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդին։ 3 միլիոն են, վերաբերում է 3 միլիոնին։ Ժամային սահմանափակում չպետք է լինի։ Խոսքի սահմանափակում չպետք է։ Պատկերացնում եք, այսինքն մեր մեղավոր նաև իհարկե, եթե կարիքը լինի, բնականաբար, որովհետև նորից բանդերի որ պսիխոս կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն, ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը Չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բարերի խվարախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահ մարմինները մտնեն, խելոք նկատի ունեմ, ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրաձայնելու նստել են տեղ։ Կան կեղծանանք Սամվել Կարապետյանը 21-ի ընտրությունից հետո երբ մտել է կառավարության շենք եւ ձեռքը սեղմել է Փաշինյանի շնորհավորել է նրան։ Դրանից հետո եւս հանդիպում է եղել։ Այս ընթացքում մինչև եկեղեցու վրա արշավը եւ դրա մասին աջակցության մասին հայտարարությունը եղել են ակնարկներ, բարեկամաբար, գուցե կառավարության շենքում ուղի խոսք, կամ հասկացրել են ձեզ, որ խմբելու է հեծը կամ կան խնդիրներ, դուք պարտավոր եք դրանք լուծել։ Ես խոսքը ուղղում եմ վարույթից առանձին հասկացնելու Հարցը շատ ծավալուն է, կարճ փորձեմ պատասխանեմ, նիստից հետո հաճույքով պատասխանեմ բոլոր հարցերին։ 4 ամիս, մի քիչ անգամ ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ եմ։ Ինչի համար, եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ղազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Կարապետյանի ձերբակալման օրերին հայկական ժամանակը տալիս էր այդպիսի ինֆորմացիա։ Այդ դուք ասեցիք, որ Դե այդ դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով, չթող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խլելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի հայտարարությունը։ Քանի որ անհնար է լինելու ազգայնացնելը, մեր օրենսդրությունը չի տալիս, տեղական այսպես ներդրողները չեն արձագանքի, մնում են Թուրքիան եւ Ես իմ կարծիքն եմ հայտնել բարոյական առումով։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Ոչ մի նորմալ ընկերություն, ներողություն եմ խնդրում, ոչ մի նորմալ ընկերության բարի համբավ ունեցող այդպիսի բարոյական կոդեքս էլ կա, չէ՞, որ ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակտիվներ ունեցող չի կարող, չի վճարի այդքան խլված ապրանքի համար, խնդիրը սա է։ Իսկ ինչու ոչ, Ոչ, բացարձակ։ Չկա ազգայնացում հասկացությունը, դա կրկնում եմ, իշխանությունների այսպես չքաղաքականացնենք, նիստերի դալիճում ենք, հետո պատասխանեմ, եթե կարելի։ Կարգավիճակով եք այստեղ, Շահգիր Կողմն ասում է, որ դուք այստեղ լինելու